Բարև ձեզ, պարոն Պետրոսյան, ՔՊ-ի կողմից Հայաստանյա Ցարաքելական Սուրբ Եկեղեցու դեմ բացահայտ արշավ է սկսել։ Դուք որպես փաստաբան, իրավաբան, քաղաքական գործիչ, ինչ գնահատական կարող եք տալ։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ ընդհանրապես ցանկացած պետություն հիմնված է որոշակի հիմնասյուների վրա։ Հիմա հայոց պետությունը հիմնված է 3 գլխավոր հիմնասյուների վրա՝ ընտանիք, բանակ եւ եկեղեցի։ Հիմա նրանք ընտանիքները քանդեցին, բանակը քանդեցին, հիմա էլ անցել են եկեղեցին քանդելու գործը։ Եվ դա այդ ծրագրի շրջանակներում է, որ ամեն ինչ անում են վարկաբեկել եկեղեցին։ Ես երբեք ոչ մեկի չեմ սրբացրել, որովհետև դրա հնարավորությունը չունեմ, այդ թվում նաև ամենայն հայոց կաթողիկոսի, բայց այն ինչ որ իր նկատմամբ մեղադրանքներ հնչեցվում են, բոլոր դեպքերում դրանք պետք է լինեն օրենքների շրջանակներում։ Այսօր ինչ որ հրապարակում էր եղել, որ եթե պարզվի, որ կաթողիկոսը երեխա ունի, ուրեմն նա պետք է կարգալույս աղբի։ Ես որպես իրավաբան տալիս եմ հետևյալ գնահատականը։ Ինձ հայտնի չի այդպիսի օրենք, որտեղ նախատեսված լինի, որ կուսակրոն հոգևորականը իրավունք չունի երեխա ունենալ։ Կարող է իրենց ներքին ակտերով այդպիսի ինչ-որ կանոնակարգումներ լինեն, բայց սահմանադրություն կա, որին մենք պարտավոր ենք բոլորս ենթարկվել, այդ թվում և վարչապետ Կոչեցյալը, որի 39-րդ հոդվածի համաձայն անձինք ազատ են անել այն, ինչը արգելված չէ օրենքով։ Եվ նաև նույն հոդվածի 2-րդ մասն ասում է, որ անձինք պարտավոր չեն կրել պարտականություններ, որոնք նախատեսված չեն օրենքով։ Ես այդպիսի օրենք, գուցե կա, չգիտեմ, դա իմ թերությունն է, բայց ես այդպիսի օրենք չգիտեմ, որ արգելի կոնկրետ հոգևորականին երեխա ունենալը։ Եվ ի վերջո մենք այնպիսի երկիր ենք, որտեղ պետք է որդեծանությունը խրախուսվի, ոչ թե հետապնդվի։ Բացի այդ, Սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն եկեղեցին անջատ է պետությունից։ Իսկ դա նշանակում է, որ որևէ պետական պաշտոնյա իրավունք չունի միջամտել եկեղեցու գործել։ Նույն դրույթը նախատեսված է նաև խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին մենք օրենք ունենք։ 1991 թվականի հունիսի 17-ի օրենքը, որի 17-րդ հոդվածը նորից սահմանում է եկեղեցու և պետության անջատ գործելու սկզբունքը։ Այսինքն, եթե կոնկրետ հանցանք թույլ չի տրվում եկեղեցականի կողմից, պետությունը իր իրավասու մարմիններով հանդերձ իրավունք չունի միջամտել եկեղեցու գործել։ Տեսեք, օրինակ ՔՊԱ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասել է, որ պետք է օրենսդրական աշխատանք իրականացնել, որ հայ առաքելական եկեղեցին ֆինանսապես հաշվետու լինի պետությանը։ Ինչ կարծիք ունեք սրա վերաբերյալ։ Ուրեմն ես ձեր հետ համաձայն չեմ, որ նա պատգամավոր է, նա ընդամենը մանդատակիր է, այդ իրավաբանությունից անգրագետ անմազ երկոտանի, որովհետև նա չի կարծում օրենքները, ինչպես իր մյուս գործընկերները։ Սահմանադրության 202-րդ հոդվածի համաձայն այդ նորմա ենթակա է փոփոխման Սահմանադրության 17 հոդվածը միայն հանրաքվեի միջոցով։ Հիմա ինքը ոնց է պատկերացնում այդ իրավաբանությունից անգրագետ երկոտանի։ Ընդ որ գրած է պետությունը անջատ է եկեղեցուց։ Նա ոնց է պատկերացնում առանց հանրաքվեի ինչ որ օրենք ընդունել, որովհետև սրանք օրենքներ չեն կարծում, Լուսինե ջան։ Սրանք պարզապես պոպուլիստական, չգիտեմ ինչ որ
ամբողջահաճո հայտարարություններ են սիրում հեղինակին, չգիտակցելով դրանց իրավաբանական նշանակությունը, արժեքը, իմաստը։ Թող Արտուր Հովհաննիսյանը գնա իր անձնական գործերով զբաղվի։ Նա ընդհանրապես ինչ գործ ունի ազգային ժողովում այդ կատեգորիան, որ հիմա էլ ինչ-որ կարծիք հայտնի օրենքներ փոխելու, նա չի հասկանում, չի կարծում սահմանադրությունը։ Դա ենթակա է փոփոխման միայն հանրաքվեի միջոցով։ Հետևաբար, այլ ավելի ստորադարձ իրավական ակտերով այդ հարցը հնարավոր չի կարգավորել։ Պարոն Պետրոսյան, իսկ ինչ հետևանքներ են սպասում այն անձանց, ովքեր կասկածի տակ են դնում եկեղեցու գործունեության իրավաչափությունը։ Եկեղեցու գործողության իրավաչափությունը կասկածի տակ դնել դա այտենց որպես առանձին հանցատեսակ նախատեսված չի օրենսգրքում։ Պարզապես այստեղ կա ուրիշ խնդիր, իշխանական լիազորությունների չարաշահման խնդիր կա, քրեական օրենսգրքի 219 հոդվածը, որ իրենք իրավունք չունենալով միջամտել եկեղեցու գործերին, որտեղ նորից եմ ասում, Սահմանադրության 17-րդ հոդվածում գրված է, որ եկեղեցին անջատ է պետությունին։ Իրանք միջամտում են այդ գործերին։ Եկեղեցին ունի խորհուրդ, եթե գտնում են այդ խորհուրդը, որ կաթողիկոսը չի պաշտոնավարում այն կանոններին համապատասխան, որ սահմանված է իրենց ներքին իրավական ակտերով, այդ խորհուրդը կարող է կազմակերպել պաշտոնանկության գործընթաց, բայց ոչ ազգային ժողովի պատգամավորը, որովհետև սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասի համաձայն պետական մարմինները, նրանց պաշտոնատար անձինք իրավասու են իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ կամ օրենքներով։ Ես չգիտեմ սահմանադրության մեջ այդպիսի դրույթ, ոչ էլ որևէ օրենքի մեջ, այդպիսի դրույթ, որ ազգային ժողովի պատգամավորի իրավունք վերապահի նախաձեռնել կաթողիկոսի պաշտոնանկության գործընթացը։ Այսինքն սա սահմանադրական կարգի տապալման դարձական օրինակ է, որովհետև քրեական օրենսգրքի 420-րդ հոդվածի համաձայն սահմանադրական կարգի տապալում է համարվում նաև ԱԵՏ-ին նշած նորմի խախտումը սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասը, որ պետական պաշտոնյան իրավասու է իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է սահմանադրությամբ կամ օրենքներով։ Հովհաննիսյան Արտուրը ով է, որ ինչ-որ ստանձնի կամ, չգիտեմ, երաշխավորի կաթողիկոսի պաշտոնանկության գործընթաց։ Ես էլի եմ ասում, երբևէ որևէ մեկի սրբադասմամբ չեմ զբաղվել, այդ թվում եւ կաթողիկոսի, որովհետեւ ոչ դրա իրավունք ունեն, ոչ հնարավորությունը, բայց պետք է իրանք մտածեն որպես պաշտոնատար անձինք, որ իրենց գործողությունները բախեն սահմանադրության բովանդակությունից։ Շնորհակալություն։